Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք տնտեսագետ, Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ Հրայր Կամենդատյանին։ Բարև ձեզ, պարոն Կամենդատյան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Կամենդատյան, սկսենք Գյումրիից, որտեղ եթե անակնկալներ չլինեն, ապա ընդդիմադիր իշխանություն կձևավորվի շաբաթներ անց։ Ձեր գնահատմամբ այս հանգամանքը ինչպես կազդի համայնքի զարգացման վրա, օրինակ իշխանամետ գործիչները պնդում են, որ կառավարությունը կկրճատի սուբվենցիոն ծրագրերը, ինչից համայնքը լուրջ վնասներ կկրի։ Կարող է առհասարակ նման բան տեղի ունենալ։ Գյումրին առաջին հերթին պետք է քննարկենք քաղաքական դաշտում, որտեղ սա երկրորդ քաղաքն է հանրապետության, բացի դա Գյումրին մնում է հիմնական ուղին, հիմնական խաչմերուկը, որի միջոցով Հայաստանը հնարավոր է ապագայում Թուրքիայի հետ առևտրի մեջ ունենա իր մասնաբաժինը։ Դրանից զատ Գյումրին միշտ աչքի է ընկել ընդդիմադիր կեցվածքով եւ կարելի ասել տնտեսական, սոցիալական, քաղաքական բոլոր հարցերին գյումրեցիները ցուցաբերել են շահագրգիռ մասնակցություն եւ բնականաբար Գյումրիի դերը ներկա քաղաքական կոնտեքստում բավականին բարձր է։ Այն որ դուք նկատում եք, որ հնարավոր սուբվենցիաների կրճատման իմաստով որոշակի ճնշում գործադրվի Գյումրիի նոր ձևավորված քաղաքային իշխանության նկատմամբ, կարելի է այդտեղ չկասկածել, առավելապես սուբվենցիաներից հետո, համատեղ ծրագրերի համաֆինանսավորումից հետո, հավանաբար փորձել են որոշակի տնտեսական բնույթի նաև քաղաքական գործեր կարել, եւ դա հնարավորությունը ներկա փաստաթղթ շրջանառության պայմաններում, որտեղ զարգանում է քաղաքային տնտեսությունը, բավականին հեշտ է։ Կարելի շատ արագ կապեր գտնել եւ այս իմաստով բավականին ծանր բեռը հիմա ընկնելու Գյումրիի նորընտիր քաղաքային իշխանությունների վրա, որովհետեւ ճիշտ է, այդ անձինք ունեն որոշակի պատմական շլեյֆ, կառավարման փորձ ունեն, բայց միևնույն ժամանակ նրանք հիմա պետք է լինեն մանրադիտակի տակ, նրանց ցանկացած տնտեսական որոշում, ցանկացած սոցիալական որոշում, սկսած օգնությունների բաշխումից, սկսած բնակֆոնդի հետ կապված հարցերից, սկսած ժամանակի հետ կապված առաջացող հարցերի, ենթակառուցվածքների հետ հարցերից, տանենք հող տրամադրելու, շենքի թույլատրության, շինարարության թույլատվության տրամադրելուց, նրանք լինելու են մանրադիտակի տակ։ Այո, նրանց հսկելու են, ընդորում նրանց հսկելու է ոչ միայն ներկա քաղաքական իշխանությունները, այս վարչակարգը, այլև հսկելու է նրանց ընդդիմադիր գործընկերները։ Որովհետև առանց կոալիցիայի են, բազմապես աջակցել են, որ Վարդան Ղուկասյանը ընտրվի համայնքապետ, եթե կընտրվի։ Ամբողջ հարցն է, որ ընտրվելու է, կարծում եմ վստահ եմ, որ ընտրվելու է եւ կոալիցիա չէ միայն յուրաքանչյուրի նկարտումների համար, նրանց քաղաքական դերակատարումը այս պահին ավելի շատ ստորադասված է քաղաքի զարգացմանը եւ կարծում եմ մի յուրահատկություն կա, որ մենք պետք է առանձնացնենք Գյումրիի հետ կապված հարցի կոնտեքստի մեջ, դա Գյումրիի տնտեսական զարգացման վերաբերյալ տեսլականի բացակայությունը համարյա թե բոլորի մոտ։ Ճիշտ է, բոլորը խոսում են ինչ որ ուր դու տղա ես, ինչ տղա ես, լուրջ տղա ես, անլուրջ տղա ես, ինչ որ կատեգորիաներ մեջ, որը բավականին մերժելի է։ Անձերի ընտրության էր վերածվել։ Դա անձերի ընտրություն, ընդ որում անձերի ընտրության հիմքում կարծես թե դրվում է քրեական ենթամշակույթի ինչ որ հնարավոր տարեր։ Ես կարծում եմ այդ մոտեցումը արդեն նա իրեն սպառել է եւ մեր քաղաքական կյանքում, սոցիալական կյանքում, հանրային կյանքում այդ մոտեցումը պետք է ընդհանուր աղբանություն նետվի։ Եվ հիմա շատ կարևոր է, որպեսզի Գյումրիին այդ նախանցախնդիր լինելով նոր ղեկավարությունը գնա տնտեսական լուծումներ հետևից, որովհետեւ Գյումրիի խնդիրները հիմնական տնտեսական, հիմնական սոցիալական բնույթ ունեն եւ դրանց հետ կապված նրանք պետք է իրականացնեն քաղաքի զարգացման մի վիթխարի աշխատանք։ Այդ վիթխարի աշխատանքի մասնակցելու համար պետք է նրանք հրավիրեն տնտեսագետների, հավանաբար ճիշտ կլներ Գյումրին նվիրված բիզնես համաժողովի իրականացումը եւ ներդրումների համար պետք է նրանք պատրաստեն որոշակի օրենսդրական հիմք։ Այդ օրենսդրական հիմքը պատրաստել իզուր չեմ հիշատակում, որովհետև մենք ունենք մի հետաքրքիր տնտեսական եւ կառավարչական կազուս։ Սուբվենցիաների, ներդրումների, այդ խոստումներ իրականացնելու համար քաղաքային իշխանությունը օրենսդրական հիմքեր կարծես թե չունի։ Նրան պետք է օժանդակի համապետական իշխանությունները, այս վարչախումբը, հնարավոր կլինի, բայց այս վարչախումբը Փաշինյանի վարած քաղաքականությունը ընդդիմադիր համայնքներում հատկապես կկարողանա։ Բայց այս այո, այս վարչախումբը դրան չի գնալու Գյումրիի հետ կապված
ներկա վարչախումբը հավանաբար ունի քաղաքական վերաշխնդրության ինչ-որ միտումներ, որովհետև արդեն ես նրանց բավականին հանրածանոթ անդամներից մեկը, ինչ որ գյումրեցիների մազերի հետ կապված մտահոգություններ հայտնել, գյումրեցիների մազերը պակասող հետ կապված խնդիրներ կլինեն, լսեք դուք վարսավիրանոցում չեք։ Դու քաղաքային իշխանության հետ պետք է գնաք աշխատանքի, որովհետև դրա ետևում 110-120 հազար բնակիչներ հետ իրենց սոցիալական խնդիրներով եւ պետք է գտնեք այն եզրը, որտեղ հնարավոր է համադրել եւ ձեր քաղաքական հակառակորդների մտքերը, նրանց գործողությունը եւ նրանց համայնքի կողմից ստացած աջակցությունը եւ այստեղ համադրեք ձեր քաղաքական հանձնառության հետ եւ կառավարչական ֆունկցիաները կատարելու ձեր պարտավորության հետ։ Այո, նրանք պարտավոր են Գյումրիի հետ աշխատել, այո, նրանք պարտավոր են Գյումրիի հետ կապված ոչ մի ստորջերյա գործողություններ չիրականացնել, մաքսիմալ առավելագույնը ընդունել նոր քաղաքային իշխանություններին, նրանց հետ աշխատել իշա Գյումրիի բարգավաճման եւ իշա գյումրեցիների սոցիալական վիճակի բարելավման, որը բավականին վատ է։ Բայց հակված եք կարծել, որ կփորձեն ամեն կերպ գյումրեցիներից վերաշխնդիր լինել իրենց քվեարկության համար, ճիշտ եմ հասկանում։ Ճիշտ եք հասկանում, որովհետեւ նույնիսկ որոշակի միամտություն ցուցաբերելով, այս վարչախմբի նույն ղեկավարների մոտ աշխատողները, առանձին պաշտոնյաներ, ինչ որ հիմարության սահմանակից հումորներ են սկսել անել, սկսել են ինչ-որ ահեր տալ, ինչ-որ բաներ ստեղծել, գիտեք ոնց է, պարտվելու դեպքում նույնիսկ քաղաքական անձը պետք է դրսևորի վեհանձնություն, պետք է բավականին բարձր լինի, մանր-մունր, կուսակցական կամ ընդհանրապես ներկուսակցական թայֆայական այդ մոտեցումներից, պետք է նրանք հստակ պետական մտածելակերպ դրսևորեն եւ պետք է գնան առաջ համագործակցեն քաղաքի հետ։ Չխանգարեն առնվազն։ Չպետք է խանգարեն, ընդ որում Եթե խանգարելու հետ կապված նման գործողություններ լինեն, ես համեստ իմ կարծիքն եմ փորձում ներկայացնել այս թեմայի շուրջը, Գյումրի իշխանությունները այդ բոլոր ճնշումները, հնարավոր խափանման բոլոր այդ հնարավոր այդ միջոցները, նույնիսկ փոքր, նրանք պետք է հանրայնացնեն։ Նրանք պետք է հանրայնացնեն եւ գյուբերություն հստակ բարձ բացատրեն կա սուբվենցիայի հնարավորություն, կա համաֆինանսավորումով որոշակի ծրագրեր կյանքի կոչելու հնարավորություն, ցանկություն, մեզ կոնկրետ խանգարում է ընդհանրենք այս ճյուղային նախարարությունը, այս փոխվարչապետը, հետանանք վարչախմբի այս անձնավորությունը կամ էլ քաղաքային մասշտաբով առանձին ԿՊԱ-կաններ, որոնք ունեն որոշակի լծակներ, նաև թաղամասերում, առանձին թաղամասեր, կարծես թե ինչ-որ սեփականաշրջված բնույթ ունի այլևս Գյումրիում։ Այս ամեն ինչից պետք է վեր կանգնել, որտեղ սա պետություն է, այս պետությունը մենք պետք է պահենք, ընդհանուր պետք է քաղաքական կամք դրսևորենք եւ քաղաքական կամքի հետ միասին պետք է ունենանք իմաստության մի մեծ պաշար, որը որ շատ մարդկանց մոտ կարծես թե բացակայում է ներկայում։ Պարոն Կոմենդացյան, Վարդան Ղուկասյանը հայտարարում է, որ Գյումրիից տարեկան 85 միլիարդ դրամ հարկեր են հավաքագրվում, բայց կառավարությունը դրա չնչին մասն է վերադարձնում համայնքին, ինչը իր բնորոշմամբ օրենքի խախտում է։ Ըստ ձեզ իրողությունը ինչով է պայմանավորված, եւ եթե Ղուկասյանը իսկապես եվրոպական դատարան դիմի, ինչպես ինքը խոստանում է, որ չանելու դեպքում, եթե համապատասխան գումարը կդիմի, այդ որոշումը ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար։ Կարծում եմ դատարան դիմելու հարց չի առաջանալու։ Նոր իմ թվարկած այդ քաղաքական հանձնառության ասպեկտը նորից մենք պետք է առաջ մղենք եւ Վարդան Ղուկասյանը եւ ներկա համապետական իշխանությունների այս վարչախումբը պետք է գնան իհարկե կարծիքների համատեղման ճանապարհով, պետք է գնան դիալոգի եւ պետք է դիալոգի միջոցով կարգավորել այդ առաջացած թնջուկը։ Ընդ որում ես ձեզ ասեմ, որ նույն հարցը կա հավանաբար բազմաթիվ այլ համայնքներում եւ կարծում այս թեմայի հետ կապված պետք է օրենսդրական լուրջ փոփոխություններ լինեն, որովհետեւ գիտեք հարցերից նաեւ ամենակարևորն նա է, թե ստացված գումարները, որոնք դոտացիայի կարգով վերադառնալու են քաղաքային իշխանությունների տրամադրության տակ, նրանք ինչպես են ծախսվելու։ Արդյոք նրանք արդյունավետ են լինելու, արդյոք նրանք ավելացած արժեք ստեղծելու միտում են ունենալու, արդյոք նրանք բերելու են գործիքներ, ֆինանսական նոր գործիքներ, տնտեսական նոր գործիքներ, որ ստացված գումարը ստեղծի նոր եկամուտ, որ ամեն ինչ չկանգնի նույն լճացման վիճակում, որը մենք առկա է եւ տեսնում ենք Գյումրիում։
Կարծում եմ, այս հարցի հետ կապված Վարդան Ղուկասյանին խորհուրդ տվել Հայաստան Հանրապետության նախկին վարչապետ Բագրատյանը, որը վերջին օրերին նրա հետ այդ զրույցի ընթացքում շոշափում էր այդ հարցը, այս հարցը սպեկուլյատիվ հարց է։ Այս հարցը սպեկուլյատիվ հարց է, բայց կա, նա պետք է քննարկվի, պետք է որոշվի եւ որոշման հետ միասին, որտեղ սա քաղաքական երկխոսության, տնտեսական երկխոսության եւ կառավարչական երկխոսության օրինակ կարող է լինել։ Պետք է սա մշակվի այնպիսի մոդել, որ նա հնարավոր լինի տարածել Հայաստան Հանրապետության ոչ դոտացիոն մնացած համայնքների հետ կապված, որովհետեւ Սյունիքում օրինական համայնքներ, որոնք մեծ դոտացիաների կարիք չունեն, ընդհակառակը նրանք պրոֆիցիտով են միշտ եւ այդ տարածաշրջաններում ստեղծվում մեծ եկամուտներ, բայց մենք պետք է չմոռանանք, որ մենք ունենք պետություն, միասնական պետություն եւ այդ միասնական պետությունը ունի բանակ պահելու, արտաքին դիվանագիտական աշխատանքները կազմակերպելու համար ռեսուրսներ ստեղծելու, սոցիալական, բժշկական ապահովման հետ կապված, ապահովագրական ծախսերի հետ կապված մեծ ծավալի աշխատանքներ համապետական, որոնց տակ նման ռում դնելը կարծում եմ ճիշտ չէ։ Այստեղ մարտի սկզբին Հայաստանի կառավարությունը 750 միլիոն դոլար ծավալով եւ 10 տարի մարման ժամկետով եվրոպարտատոմսեր թողարկեց, որի վերաբերյալ գնահատականներն իրարամերժ էին, իշխանամետ շրջանակները շատ ողջևորված էին այս կապակցությամբ, բայց ընդդիմադիրներն էլ խստորեն քննադատում են այս որոշումը եւ օրինակ նշում, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մի օրում ավելի շատ մեծացրեց Հայաստանի պետական պարտքը, քան օրինակ դա արել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր կառավարման 10 տարում։ Որպես տնտեսագետ ինչպես է գնահատում այս պարտատոմսերի թողարկումը, այնինչ կտա մեր երկրին, մեր տնտեսությանը շարքային քաղաքացում։ Ովքեր որ հիանում են, ինչ որ ֆինանսական արդյունքով, որը բավականին կասկածելի է եւ նրա հեռանկարները կարելի ոչ թե մշուշոտել հստակ, կոնկրետ բացասական են, դրանց հետ կապված Բեռնաշոուի խոսքը կարելի է կիրառել, Բեռնաշոուն ասում էր, թե գիտությունը միշտ պատրաստ է զմայլվելու։ Այլ հարց է տնտեսական եւ ֆինանսական տեսանկյունից հարցը քննենք։ Իրական շատ կարևոր հարց է, որովհետև այստեղ մենք մի վիճակի ենք բախվում, երբ 1-2 կամ մի տասնյակ մասնագետներ նրանց կամքով պետությանը հասցվում է մի ֆինանսական իրավիճակային հարված, որի հետևանքները մեր պետությունը կրելու է մոտ 10 տարի։ Ինչի մասին է խոսքը։ Օրինակ 10 տարեկան, 10 տարվա կտրվածքով տեղաբաշխման պարտատոմսերը դրանք ունեն իրենց եկամտաբերության տոկոսները եւ մենք ուսումնասիրել ենք եկամտաբերության տոկոսները, համադրել ենք առանձին երկրների հետ։ Նայեք, զարգացած կապիտալիստական երկրները, որոնք Moody's-ի, Fitch-ի, Standard & Poor's-ի ռեյտինգային վարկանիշային հետազոտող այդ կենտրոնները կողմից ունեն այդ վարկանիշները, նրանց համար այդ 10 տարեկան տեղաբաշխման տոկոսադրույքները ու պարտատոմսերը մոտավորապես տատանում են 2.5%-ից մինչև 3.5%։ Կոնկրետ Հայաստանի պարագայում նա կազմել է 71%։ Մենք կարող ենք դա համադրել մեր բարեկամական Հունաստանի հետ, որ Հայաստանի հետ միասին ունի վարկանիշ մոտավորապես BBB3+, իսկ Հայաստանը BB+։ Բավական իրար մոտ են համադրելու իմաստով։ Եվ Հունաստանը նույն օրերին տեղաբաշխել էր 10 տարվա այս ժամանակաշրջանով պարտատոմսեր 3.7%-ով։ Ինչի մասին է վկայում այս տարբերությունը այս դեպքում։ Այս տարբերությունը վկայում է նրա մասին, որ մենք գործ ունենք ինչ որ մարդկանց հետ, ովքեր փորձում են կրկնակի անգամ միջինացված բորսայական այդ գներով պայմանավորված պարտատոմսերի տեղաբաշխումը իրականացնել 2 անգամ վնասով, քան դա հնարավոր էր։ Հիմա ես դա ասեմ ինչի է հանգեցնելու։ Դա տարբերություն է միայն այդ 71%-ի եւ 3.7%-ի, որ Հունաստանում արձանագրվեց, մոտավորապես 26 միլիոն դոլար Հայաստանը ամեն տարի ավելի շատ է վճարելու, քան ենթադրենք Հունաստանը համադրել է նույնատիպ տեղաբաշխումից։ 10 տարեկան կտրվածքով 10 տարվա ժամանակաշրջան համար այդ գումարը անելու է 262 միլիոն դոլար։ Վստահեցնում եմ, որ ցանկացած հաջորդ իշխանություն Հայաստանում, իսկ հաջորդ իշխանությունները 26 թվականին կլինեն, անպայման այս գործարքը քննելու են, որովհետև այս գործարքի հետ կապված այդ հիացական մոտեցումները դնենք մի կողմ, լրջագույն կասկածներ կան, որովհետև
ինչ է նշանակում 71%։ 71%-ով մենք մոտ ենք Կոտ դ'Իվուարին, մոտ ենք մի քանի այլ աֆրիկական պետությունների։ Ընդ որում այդ Կոտ դ'Իվուարի հետ մեր համատելը իզուր չեմ ասում։ Կոտ դ'Իվուարը լինելու նաև հետամնաց պետություն, որտեղ համար թե կենտրոնական իշխանություն չկա, բայց ունի նավթի մեծ պաշարներ։ Մենք պաշարներից համադրելու ունենք մետաղական պաշարներ, որը վերջին օրերին մեր հանքարդյունաբերողները հայտարարեցին, որ մոտապես 100 տարվա մենք ունենք մոլիբդենի, պղնձի, ահռելի պաշարներ եւ 100 տարի շահագործի դերքում ենք չվերջան։ Այսինքն Հայաստանը պետք է միայն այդ հանքահունքային պաշարների շնորհիվ ունենար մեծագույն վստահություն եւ այդ 71%-անոց տեղաբաշխումը կարծում եմ, որ անգրագիտություն չէ եւ դրա հետ կապված հետագայում հավանաբար հետաքննությունները կպարզեն, թե բրոկերային ինչպիսի կազմակերպություններ են մասնակցել պրոցեսին, փորձել են սրանից գերշահույթներ ստանալ։ Չեմ կարող վստահ պնդել, որովհետեւ դա իմ գործառույթը չէ, բայց կարծում եմ հետագայում այս հարցը, որովհետեւ սա ձգվող հարց է։ 10 տարի շարունակ 262 միլիոն դոլարանոց այս ծանրությունը կախվելու է ում վրա հետագա սերունդների կախվելու ոչ միայն հետագա սերունդների, մեր սերունդի վզին է կախվելու, որովհետև ինչ է բերում այդ պարքերի նման ծավալի ավելացումը։ Պարքերի ծավալի ավելացումը բերելու է երկրի համար մայր գումարների մարում եւ պարտատոմսերի տոկոսների սպասարկում։ Պարտատոմսերի եւ մայր գումարի սպասարկման եւ մարման համար պետությունը ինչ պետք է անի, պետք է հարկերը բարձրացնի։ Հիմա առանցին օպտիմիստներ, այդ հիացական օպտիմիստների մի զգալի մասը, բնդում է, բա ինչ անենք, մարտի 26-ին մենք պետք է 313 միլիոն դոլարի նախկին վերցած պարտքերի վճարումը կատարենք եւ մարումը կատարենք։ Ես դաս այլ բան եմ ասում։ Վերցնենք հետեւյալ տեսականորեն այս թեզը։ Պղնձամոլիբդենային կոմբինատը Զանգեզուրի մեզ տվել 2024 թվականին 107 միլիարդ դրամի հասույթ է պետական բյուջե արձանագրել եւ ապահովել 107 միլիարդ դրամ։ Դրան գումարում ենք անիֆուն փոշիացած 65-ից 70 միլիոն դոլարը, որը կազմում է մոտավորապես 28 միլիարդ դրամի կարգի, այս երկուսի գումարը անում է 135 միլիարդ դրամ։ 135 միլիարդ դրամը հնարավորություն տա, որպեսզի Հայաստանը սեփական ռեսուրսների հաշվին առանց նոր ռեսուրսներ գրավելու, թանկ ռեսուրսներ գրավելու մարեր այդ մարտի 26-ին մարված 313 միլիոն պարտքի գումարը։ Սա բավականին խճողված հարց է, կարծում եմ այս հարցի հետ կապված այդ հիասմունքները պետք է մի կողմ դնել եւ ապագա հետաքննությունները վստահ եմ կպարզեն, որովհետեւ համադրելու ոչինչ չկա։ Անցկամ փաստացի պարտք ենք վերցնում նախորդ պարտքը սպասարկելու համար, այստեղ էսա տեղի ունենում։ Այստեղ հարցը գիտեք որն է, որ այո, հնարավոր է պետությունը, երբ որ ֆինանսական ազատ միջոցներ չունի, նա ներգրավում է ֆինանսական միջոցներ ներքին ինվեստորներից եւ արտաքին, դա նորմալ բնականon process է։ Բայց այստեղ հնարավոր մի հետեւյալ հարցը, որի մասին կարծես թե ոչ ոք չի զրուցում, դա 71% դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը ինչի երկրի ներսում չի իրականացում։ 313 միլիոն դոլարի այդ պարտատոմսը վստահ եղեք 71%-ի դեպքում եկամտամրցում միանգամից րոպեների ընթացքում մեր երկրում կսպառվի, որովհետև մեր երկրում մոտավորապես 5 տրիլիոնի չափ ավանդ ունի բնակչությունը բանկերում, որից մոտավորապես 1 տրիլիոն 500 միլիոնի կարգին դա արտարժութայինն են, հադրում արտարժութայինները մոտավորապես 4.5%-ի սահմանով 4.5 եւ 7.1%-ների տարբերությունը բավականին մեծ է եւ ինչու դա երկրի ներսում չտեղաբաշխեցին, ես ես կարող եմ պատասխան ասել ինչու, որովհետեւ այդ դեպքում գործարքի մի կողմ էր հայտնվելու տասնյակ հազարավոր մարդիկ, իսկ մեկ բրոկերային գրասենյակի միջոցով գործարքը կատարելու դեպքում ընդամենը մեկ բրոկերային գրասենյակ էր։ Ինչպես մենք արդեն նկատեցինք, գործող կառավարությունը շարունակաբար մեծացնում է Հայաստանի պետական պարտքը եւ վերջին տվյալներով այն արդեն հատել է 13 միլիարդ դոլարի սահմանը։ Ձեր գնահատման պետական պարտքի շարունակական մեծացումն ինչի մասին է վկայում։ Այստեղ սխալ կառավարման, ծախսերի ոչ արդյունավետ բաշխման մասին է, թե այլ շարժառիթներ կան եւ դա ինչ հետևանքներ է ունենալու մեր տնտեսության համար։ Ոչ նպատակային ծախսերը
դրանք եթե ժամանակին պետք էր ուսումնասիրել, համադրել, հետազոտություն հասկանալ գտնել, հիմա այդ ծախսերը ջրի վրա են։ Ցանկացած տնտեսագետ 5 րոպեվա ընթացքում, 10 րոպեվա ընթացքում, նույնիսկ ոչ տնտեսագետը, որովհետեւ տնտեսության ղեկավար, դա դեմ այդ ծախսերի ոչ նպատակային իրականացումը։ Ընդհանրապես մեկ օրինակ եմ բերում այդ անիվի հետ կապված։ Այս անիվ կոչեցալում բարձր որ միայն ավիաընկերությունը չէ, որ բացական հասույթով էր աշխատում վնասներով։ Բարձր այս անիվի մեջ կենտրոնացած են եղել ինչ-որ խմբակներ, որոնք կիբեր հանցագործների դեմ աշխատանքի համար մոտապես 1.5 միլիարդ գումար են ստացել։ Ստացել են, արդյունքը կարելի ասել զրոյական, որտեղ Հայաստանը կիբեր հանցագործության հետ կապված մասնագետներ կոնկրետ այսպես տեղորոշված այս պահին երևի չունի։ Վերջին օրերին քաղաքացիներ են ահազանգում, որ մարդկանց ծուղակների մեջ են գցում իրենց անունով։ Դա այլ հարց է, դրա մասին խոսենք, դրա մասին դա ծախսեր չկատարելու պատճառով է դա առաջացել։ Հիմա կասենք դրա մասին։ Այս անիվի հետ կապված այս վերջերը պարզեց, որ նույն crowdfunding, այսպես մի բան կա, տնտեսական մոդել կա աշխատանքային, դրա հետ կապված նորից ինչ որ կամպանիա են ստեղծել, այս կամպանիան փաստորեն ոչինչ չի հասել, ինչ որ հավելված են թամնե կարծես ստեղծել, ընդ որում հասկացել են, այս վերջերում են հասկացել մի տարի, 2 տարի աշխատանքից հետո, որ դա ընդհանրապես եկամուտ չի բերելու, փորձել են ինչ-որ մեկի վրա վաճառեն, բնականաբար այդ ինչ-որ մեկը չի գտնել, որովհետև դա ձախողված գործարք է ամբողջովին։ Այստեղ եւս ահռելի գումարներ են փոշիացվել։ Մոսկվայում եղել է անիվի ինչ-որ գրասենյակ, այստեղ մոտապես խոսքը գնում է 2.7-3 միլիարդ դրամի փոշիացման մասին։ Այս ամենը ցույց է տալիս, որ տնտեսվարման այն մակարդակը պահանջային, իրավիճակային եւ պահանջային, որ պետք է իրականացնեն այդ կառավարիչները, այս ամբողջ գործը տապալվել է եւ չեմ կարող ասել, որ այդ կառավարիչները այն կարգի վատ կառավարիչներ են, որ ինչ է ձեռնարկային տապալելու են, չէ, այստեղ կան էլի բազմաթիվ հարցեր, նույն այդ հարցերը մի որոշ ժամանականից կբացահայտվեն։ Ինչ վերաբերվում է այդ արտաքին պարտքի ծավալների աճին, արտաքին պարտքի ծավալների աճը մի վտանգավոր ֆունկցիա ունի, մի վտանգավոր հետևանք ունի, գիսաստղի պոչի հետ կարելի է համատել։ Մի որոշ ժամանակ այդպիսի պարտքի ծավալների ավելացումը բերելու է նրան, որ Հայաստանի Հանրապետությունը մի X պահի անվճարունակ է ճանաչվելու։ Շատերը, ովքեր տնտեսությունից հեռու են, պնդում են, որ այդ գումարները ոչ վերադարձնելու են, ոչ ուզող է լինելու, դա տվել են, որ մենք ծախսենք, տվել են, որ մենք փոշիացնենք, չկա նման բան։ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է, լավ է, որ մեզ պարտք են տալիս, նշանակում է կարող ենք մարել, որ տալիս են։ Նիկոլ Փաշինյանի տնտեսական գիտելիքների վրա ոչ թե չեմ կասկածում, Նիկոլ Փաշինյանը տնտեսագիտական գիտելիքներ պարզապես չունի։ Եվ նրա առանձին ասույթները կարելի է պարզապես հետագայում օգտագործել խրեստոմատիկ մի ձեռնարկ պատրաստելով, ինչպեսին պետք է չլինի տնտեսական ղեկավարը։ Հիմա անդրադառնանք հաջորդ սնանկության, երկրի հնարավոր սնանկության հարցին։ Դա նշանակում է, որ հայաստանյան արտադրողները չեն կարողանալ ներմուծել ոչինչ։ Որտեղ ցանկացած գումար, որ փոխանցվեց բանկերի միջոցով արտասահման, դա նույն խոշորագույն բանկերում դրված այդ կալանքների պատճառով միանգամից կլանվելու է։ Չեն կարողանալու արտահանողների հետ աշխատեն։ Արտահանողների գումարները չեն կարողանալ ստանալ։ Քաղաքացիները դա ինչպես է ազդելու։ Քաղաքացիները ազդելու են հետևյալով, որ ոչ ոք քարտային սպասարկում չի ունենալու։ Արտասահման գնացող ցանկացած հայ մարդը ունենալու միջոցներ հայկական բանկերում քարտային սպասարկում չի կարող ունենալ։ Պարզապես որովհետև հայաստանյան ցանկացած ֆինանսական փոխանցում լինելու է կալանքի տակ։ Այս մարդիկ դրան են գնում։ Այս ինչ պետք է անել այս ամենը թույլ չտալու համար։ Այս ամեն ինչը թույլ չտալու համար կա մեկ հիմնական կոնցեպտուալ, հիմնական համակարգային լուծումը, դա ներկա վարչախմբի հեռացումն է։ Այլ լուծումներ կարելի է գտնել, բայց դրանք կարող են լինել կոսմետիկ բնույթի, դրանք կարող են լինել պարզապես իրավիճակային բնույթի, բայց հիմնարար կերպով հարցը կարգավորելու եւ երկիրը այդ ֆինանսական կռախից ազատելու, սնանկացումից ազատելու միակ հնարավոր ճանապարհը եւ միակ ճիշտ օբյեկտիվ ճանապարհը դա ներկա վարչախմբի
հեռացում։ Իրենց հետ հույսեր չեք կապում ոչ մի հարցով։ Պատկերացրեք ինչպես կարելի է հույսեր կապել մի խմբակի հետ, որոնք մասնագիտական կրթության զգալի մասը ընդհանրապես պակաս ունեն։ Ես օրինակ չեմ ալարել կառավարչական խմբակի առանձին անդամների զետեղած ինֆորմացիան որոնողական համակարգերում, Google-ում, Wikipedia-ում ուսումնասիրեմ, զգալի մասը ընդհանրապես կրթություն չունի։ Զգալի մասը ընդհանրապես կրթություն չունի։ Փաշինյանի գլխավորությամբ։ Իհարկե, ինչ մասն է խոսքը, մարդը բանասեր է, բայց ամեն օր փորձում է տնտեսական, ֆինանսական բնույթի դատողություններ կատարել։ Ես այդ իմաստով մի օրինակ կա հետաքրքիր, մեր նախկին ղեկավարներից մեկը տնտեսական, երբ նրան մի երիտասարդ, մի ուսանող հարցեց դուք ինչպեսի մոդելի եք, այսպես հավակնում, աջակցում կամ ձեր նախասիրությունները որտեղ են դրան Ֆրիդմանի թե Քենսիի, դրանք տնտեսագիտության երկու հսկաներն են, որոնց միջև նրանց դպրոցների միջև անտագոնիզմը հրում է, առաջ է տանում տնտեսագիտական միտքը հիմա ամբողջ աշխարհում։ Դա պատկերացնում եք ինչ ասեց, ես ոչ Ֆրիդմանի կողմնակիցն եմ, ոչ էլ Քենսի, ես հայկական մոդելի կողմնակիցն եմ։ Նման մի բան վերջերս մի 2-3 օր առաջ Գյումրիի քաղաքապետի տեխնացուներից մեկն էր ասել, երբ նրան հարցում են դուք լիբերալ եք թե հանրապետական, նա ասեց, որ ես հայամետ եմ։ Դա ինչ կապն է հայամետը։ Ոնց որ թվաբանության մեջ ինչ որ մեկը, երբ որ նրան հարցն դու արաբական կամ հռոմեական նիշերով ես լուծումը կար, ասել ես հայկական ինչ որ խազերով եմ կատարելու։ Չկա նման բան։ Այս մարդիկ կարելի ասել տգետ են։ Այս ամբողջ հարցը։ Պարոն Կոմենդանտյան, նույն Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստի ընթացքում հայտարարեց, որ մենք Հայաստանում ունենք կադրերի ճգնաժամ եւ լավ կադրերը չեն ցանկանում պետական համակարգում աշխատել ցածր աշխատավարձների պատճառով, նշեց, որ մասնավոր ոլորտում նույն մարդիկ մի քանի անգամ ավելի բարձր վարձատրության են արժանանում։ Դուք կիսում եք նրա տեսակետը, որ մենք կադրերի ճգնաժամ ունենք եւ հենց դա է պատճառը, թե օրինակ լավագույն կադրերը իր կառավարության մեջ չեն աշխատում եւ հենց սա է պատճառը, որ իր կառավարությունը նման կադրային քաղաքականություն է վարում։ Նախ պետք է ասել, որ եթե նման հայտարարություն ամ ինչ-որ մեկը, կոնկրետ վարչախմբի ղեկավարը, ես կարող եմ ընդհանրապես հակադարձել եւ ասել, որ բավականին բարձր աշխատավարձով մոտավորապես 2 միլիոնի, 3 միլիոնի կարգի տուներ նախարարներ։ Ընդհանրում այդ նախարարները մեկ գիշերվա ընթացքում SMS-ի հաղորդակցության ճանապարհով հրաժարական տվեցին, հեռացան։ Ի՞նչն էր պատճառը։ Այդ մարդիկ վատ էին աշխատում, այդ մարդկանց բավականին բարձր գումար էիք վճարում։ Այսինքն այն մոլորեցման հնարքները, որ փողն է քիչ, վատ են աշխատում, եկան բազմաթիվ համեմատություններ էսի իմաստով, որում բալետում պարողների հետ կապված նաև, որ չի կարելի սեփական ձախողումները վերագրել ինչ-որ այլ ուժերի, այլ մասնակիցների, պատասխանատվություն դուք եք կրում, պահանջեք աշխատողներից, պահանջեք աշխատողները, որպեսզի մաքսիմալ մոտիվացված լինեն, որպեսզի աշխատողները կարողանան ոչ միայն առօրյա այս թնջուկների մեջ, իրենց այդ օֆիսային տառապանքի մեջ ներքաշմենակ առաջ նայեն նոր հնարավորություն։ Մի օրինակ եմ ցանկանում բերել, անցյալ տարվա կեսերին ՊԵԿ-ի նախագահը Ռուստամ Բադասյանն էր։ Այս անձնավորության ղեկավարության օրոք հստակ պետք է արդեն անձնավորված ասենք։ Այս անձնավորության աշխատանքի պատճառով նաև ունեցանք 224 միլիարդի հարկերի պլանավորված մակարդակի թեր հայտարարագրում։ Մարդը բացարձակ մեղավոր էր տարվա կեսերին, արդեն իսկ պարզ էր, որ նա ունենալու բավականին բարձր աշխատավարձ, հետագայում ունենալու սոցիալական բավականին բարձր երաշխիքներ, ինքը իր ընտանիքի անդամները, մարդը տապալել պետական խոշորագույն միջոցառումը, ֆիսկալ բնույթի միջոցառումն է, մարդը տապալել էր։ Այդ մարդուն միջև տարվա վերջ պահեցին, հետո նրան փոխարինեցին։ Ընդ որում, այս անձնավորությունը կրելով այդ պարտավորությունը, որպեսզի ֆիսկալ այդ միջոցառումները իրենց ամբողջ ծավալով իրականացնել, չէ կատարել, եւ նրա նկատմամբ իրավական ոչ մի ներգործություն չի կատարվում։ Այլ մասնավոր ոլորտում բավականին բարձր վարձատրությամբ աշխատանքի է անցել։ Ես ճիշտ ասած չեմ հետևում իրենց մասնավոր սխրանքներին ֆինանսական բնագավառի, բայց կոնկրետ պետական ֆինանսական միջոցառումները տապալող անձը պետք է ենթարկվի պատասխանատվության։ Հետևաբար, մենք ինչ ենք ստանում։ Մենք ստանում ենք հայտարարություններ, կոսմետիկ բնույթի,
ինչ որ հառաչանքների, փողը տալիս ենք վատ են աշխատում, փողը տալիս ենք ճիշտ չեն աշխատում, փողը տալիս ենք հետո պարզվում է որ բան է եղել, հանցագործ եղել, փող ենք տալիս, պարզվում է ամբողջական խմբակներ են։ Ուզում եք այս հարցը կարգավորեք, հիմա նորից Անիֆի օրինակը բերեմ։ Անիֆի հոգաբարձությունների խորհրդի նախագահ հիմա Երևանի քաղաքապետն է։ Այս մարդուն ինչքան աշխատավարձ եք տա, մեզ դա չի հետաքրքրում։ Լավ, այս մարդը $20,000 ամերիկյան ինքնաթիռի տոմսեր գնել, չէ՞, ճիշտ է, հետագան վերականգնվեց։ Ի պատիվ իրեն, այս ձև ասենք։ Ի պատիվ հանրային ճնշման եկեք պատիվ նաև հանրային ճնշման, բայց մենք ինչ ունենք։ Մենք ունենք հստակ բնակավարներում տապալուներ եւ 0 մեղք եւ 0 իրավական ներգործություն եւ 0 իրավական շարունակություն։ Հարցը նրա մեջ է, որ կադրերը պետք է լինեն իհարկե լավ վարձատրվող, կադրերից պետք է պահանջները ձևակերպված լինեն։ Ինչ պահանջներ, օրինակ մեր էկոնոմիկայի անցյալ տարվա այդ կռախը, ֆիսկալ կռախը, դա նշանակում է մի բան, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսության զարգացման հորիզոնական մոդելը այլևս սպառված է։ Դա նշանակում է, որ մեր տնտեսական կառավարիչները ավելի շատ ոչ թե պետք է լինեն թվեր հավաքող, այսպես մեկ կառույցի ղեկավար, եւ թվերը ինչ որ մեկին զեկուցելու ղեկավարներ, այլ պետք է լինեն մարդիկ, ովքեր ունեն տնտեսական նոր կառուցվածքների, տնտեսական նոր մոդելի եւ ավելացած արժեք ստեղծող նոր տեխնոլոգիական, այսպես աշխատանքների գիտակներ։ Բազմաթիվ ծառայությունների մեջ բազմաթիվ ֆինանսական հատկապես բազմաթիվ օրինակներ կա, որոնք Հայաստան Հանրապետությունում կարելի է ներդնել, բայց չեն ներդնում։ Մի օրինակ հիմա Իմարկ ընկերության հետ կարող է դուք բավականին խնդրահարույց եք համարել բավականին խնդրահարույց, բայց այստեղ մի կարևոր հարց կա։ Նախքան այդ թեման քննարկել, մի կարևոր հարց կա։ Նախքան այդ աշխատանքները իրականացում է պետական ծառայությունը, պետությունն է իրականացում։ Ինչու է պետությունը տեխնոլոգիական լուծումներով հարցի նոր ստեղծումը, գեներացումը, հաշվառումը, աշխատանքը հանձնարարում մասնավորի։ Դա հնարավորություն կտար։ Ճիշտ է, մասնավորը պետք է համագործակցել, բայց դա հնարավորություն կտար, որպեսզի պետությունը տեխնոլոգիական առաջընթացի մի մասնիկ դառնա։ Դա հնարավորություն կտար, որ այդ լուծումները ստեղծելիս, այդ լուծումները կատարելուց ստանալուց պետական ծառայողները տեխնոլոգիական ինովացիոն նորույթներին ծանոթանան, աճեն։ Այլ բան է, որ հետագայում դրանք իհարկե պահանջելու են որոշակի աշխատավարձի բարձրացում, բայց պահանջիր արդյունք եւ այդ մարդկանց նորմալ վարձատրի։ Այստեղ հակառակ մոդելն է, ընդ որում մոդելը չէ, պարզապես մի զրույց է, որը այդ օրվա 5 շաբթի օրվա ընդհանրապես այդ վակուումը, այդ դատարկությունը պարզապես լրացրել են։ Բոլորը մեղավոր են, բացի իրենից վարչապետը ուզում է աշխատի, չեն թողում, նորմալ չեն աշխատում։ Նմանատիպ կենսաղային մակարդակի։ Այդ քարոզչական միտումները, հոսքերը, գիտեք, կարող է աշխատել 1 տարի, 2 տարի, բայց ցանկացած նույնիսկ փոքր տնտեսության մեջ մարդիկ հստակ տեղորոշում են իրենց եկամուտները, իրենց ծախսերը, իրենց բացթողումները եւ կարծում եմ այդ $750 միլիոն միայն պարտատոմս է, որ փրկության օղակ դարձան մարտի 26-ին, որպեսզի Հայաստանը չհայտնվի սնանկության եզրին, դա վկայում որ մեր մոտ աշխատանքները չկատարվում ըստ արժանավուն եւ աշխատանքի պատասխանատուները պարզապես խուսափում են այդ պատասխանատվություններից։ Եվ պարոն Կամենդացյան, մեր նախորդ հարցազրույցի ժամանակ, երբ խոսում էինք հանրային տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտի մասին, արձանագրեցինք, որ չկա մի օրենք, որը թույլ է տալիս չվճարող քաղաքացիներին տուգանել, ինչպես նաև վարորդներն էլ իջեցնել չվճարող քաղաքացիներին։ Այժմ շրջանառության մեջ մի նախագիծ է դրվել, որով առաջարկվում է չվճարողներին տուգանել 15,000 դրամով, իսկ ուրիշի փոխարեն, այսինքն արտոնություն ունեցող քաղաքացիների փոխարեն երթևեկողներին 18,000 դրամով։ Ըստ ձեզ ինչու է կառավարությունը նման կոշտացման գնում, եթե իսկապես ինչպես իրենք են պնդում բոյկոտողները սակավաթիվ են եւ արդյոք սա հակառակի մասին չի վկայում։ Գիտեք, մենք քննարկում ենք կոնկրետ բան, դուք մեզ հրավիրում եք քննարկելու մի հարց, որը ճղճիմ է այդ ներդրողների իմաստով։ Հարցը ինչի մեջ է։ Լավ, այդ ստուգողները ինչպես են ստուգելու։ Հնարավորություն, տեխնիկապես հնարավորություն է ստուգելու խուսափողներից, թե պարզապես ընդհանրենք առանց որևիցե թղթի, պարզապես ավտոբուս ներթափածողների մասն է խոսքը։ Ամենակարևոր հարցերից մեկը նա է, որ տեխնիկապես այս ստուգումը անհնար է։
Այսինքն քաղաքացիները շրջանցելու տարբերակ կգտնեն։ Քաղաքացիները 5 կտրոններով, այսինքն ժամկետ անցած կտրոններով առնվազն 4 օրվա վալիդություն ունեն այդ բաները, QR կոդերի, թղթերի կրիչները, առնվազն 4 օրվա ընթացքում քաղաքացիներ ունեն խուսափելու հստակ հնարավորություն։ Այսինքն տարբերակ չունեն իրենք ստուգելու թե այդ կոնկրետ այդ տոմսը որ բանը ավերացվել։ Վստահ եղեք, որ Telcel-ի համակարգը չունի այդ հնարավորությունները, եթե այդ հնարավորությունը լինեին, նրանք վաղուց հունվար 1-ից կներդնեին։ Նրանք չունեն այդ հնարավորությունը։ Հիմա ինչ են անում։ Հիմա գնում են ինչ որ աշկ վախեցնելու ինչ որ միջոցառման մասին անոնսներ են կատարում, ում աշկն եք վախեցնում։ Այն մարդիկ ովքեր չեն վճարում, նրանք էլի չեն վճարում։ Ես ինքս հասարակական տրանսպորտից օգտվում եմ, եւ դες ասեմ մոտավորապես 40%-ը չի վճարում։ Հիմնականում չվճարումները ժամը 6-ից մինչև երկուան ժամը 10-ն են։ Պարզապես չեն վճարում, այստեղ մենք իհարկե աշխատանք ունենք նաև հանրության հետ, որտեղ դա փոքրիկ գողություն է ամեն դեպքում, որովհետև նախկինում հասկանում ենք բոյկոտը ճիշտ էր, բայց եթե քաղաքային իշխանությունը այլևս ընդունել է որոշումը, ավականու որոշումը ընդունել է, այլ բան է, որ ավականներվա ճնշում գործադրեիք, քաղաքական ճնշում նկատում, որովհետեւ նրանք քաղաքացիներին ենթադրենք հնարավորությունը 100 դրամով շարունակել երթևեկել։ Բայց եթե որոշումը կա, մեկ քաղաքացու չվճարելը, կարծում եմ փոքրիկ գողություն է։ Ընդհանրապես պետք է հանրության հետ աշխատել, հանրությանը բացատրել, որովհետեւ գիտեք ինչպես է, հանրության հետ պետք է մանկապարտեզից, ամենափոքր հասակից պետության նկատմամբ հոգատարության եւ պարտավորությունների բեռը հասկանալու այս ջիղը մտցնեն, որովհետեւ այդ 50-100 դրամ վճարել չվճարել պետությանը ոչ առանձնակի վճարման հարցեր է ստեղծելու, ոչ վնաս է տալու, ոչ էլ օգուտ է տալու։ Բայց երբ որ ասում են մենք ինչ որ տուգանքային առանձնապես բարձր թվերի մասին է խոսում նախկինում պետք է կրկնակին լիներ 150 դրամի 300 դրամներ նախկին կարգավորումներով հիմա 15000 դրամ ամենահետաքրքիրը գիտեք որն է որ այս մարդիկ մասնագետների օգնությանը երբեք չեն դիմում այս մարդիկ փորձում են ինչ որ ղազախական կուրուլթայի այս զրույցի այն ավակների կամ ինչ որտեղ գնացած եկածների հետ զրույցների ընթացքում ինչ որ տեխնոլոգիական լուծումների հասնեն չկա նման բան տեխնիկապես դա հնարավոր չէ 4 օրվա վալիդությամբ թղթային կրիչները ստուգելը այսօր տեխնիկական հնարավորություն չունի նույն Telcel-ը դիմեք Telcel-ի նամակերեք նա կպատասխանի մի երկարաշունչ նամակով որ դրա հնարավորություն դեռևս չկա այսինքն մենք ինչ ենք ստանում մենք ստանում ենք որ քաղաքի կառավարման ֆունկցիաները ունեցող քաղաքապետը եւ քաղաքացիական պայմանագիր հանրապետության կուսակցությունների այդ համատեղ բլոկը այսօր գեներացնում է մի որոշում, որի ապահովման տեխնիկական հիմքերը բացակայում են։ Նպատակը բացառապես ահաբեկելն է եւ այդ ճանապարհով ինչ որ բացառապես ահաբեկելն է եւ մենք կարող ենք նույն զուգահեռը տանել Գյումրի ավարտված ընտրություններից հետո ԿՊ այդ վերնախավի անձնավորություն բանդում է որ գյումրեցիների գլխից մի մաս որ փոքրի տեսեք ինչ են կամ ահոտես չի լուծումներ կան, պետություն կա, դուք այս պետության մեջ եք, ինչ նշանակում ահեմ տալի, վարսավիրանոց քաղաքական վարսավիրանոց չի այստեղ։ Պարոն Կոմենդանտյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Համեցեք։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք տնտեսագետ, Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ Հրայր Կոմենդանտյանի հետ։ Կհանդիպենք։